Բարև ձեզ, պարոն Եղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը եւ հայելու առաջ եք։ Մենք սկսենք, ինչպես միշտ սկսում ենք գլխավորից։ Որն է ձեզ այսօրվա գլխավոր հարցը, գլխավոր թեման, ինչ եք առանձնացնեիք։ Մեր երկիրը։ Ինչու, որ տեսանկյունից, ինչ տեսանկյունից։ Մեր երկիրը, մեր վիճակը, արտագաղթը, գենեֆոնդը եւ մեր սահմանները վտանգված։ Այս օրերին շատ է քննարկում, հա, Հայաստան, Սփյուռք հարցը, երևի ձեզ էլ հայտնի է, որ ես երեկ էլ այս հարցը հնչեցրեցի, Սփյուռքի նախարարը խոսեց նրա մասին, որ պետք է ներդրում արվի մեր բանկերում եւ ամեն հայ պետք է մտածի դրա մասին։ Շատ բուրըն արձագանք ստացավ, դուք կարծում եք տեղին հայտարարություններ թե չէ, ընդ որում հետո ճշգրտում մտցվեց ասելով, որ դա շուտ է հնչել դեռ 1 թե 2 տարի առաջ Սփյուռքի համայնքում եւ շատ դրական է, հա, դրական են արձագանքել ծափողություններով, թեպետ դրան հաջորդիվ գործողություններ, քայլեր չեն եղել։ Ես ձեզ մի բան ասեմ։ Ես հիշում եմ, որ 6 տարի առաջ մեզ խոստանում էին ներդրումային ծրագրեր, որ հիմա Հայաստանը կլցվի սփյուռքահայերով, մեր հայրենակիցներով, որոնք կգան, ներդրումներ կանեն, եւ դրա փոխարեն ուրիշ երևույթի առջև կանգնեցինք ազգովի, երբ Քրկորյանի նման հայրենասերը որոշեց օգնություն ցույց տալ։ Չհետաքրվեցիք որպես լրագրող ինչու է տեսել։ Շատ մեծ հետաքրքիր է, ուղղակի մենք հնարավորություն չունենք իրեն տեսնելու եւ հնարավորություն չունենք ինչ որ մարդկանց հանդիպել։ Չէ, մարդիկ եղավ այնտեղ Միացյալ Նահանգներում, եղավ մամուլում, որ ինքը միջ չունի գումարներ տալու, որոնք պետք է գողանան։ Հիմա 6 տարի անցավ այդ խոստումներից եւ Հրանուշի հետ ասած $1000 համար ես տեղին չեմ համարում, ինչու։ Շատ բարձ պատճառով, խնդիրը իհարկե $1000 մեջ չէ։ Խնդիրը մեկ ուրիշ շանգլուխ ուրիշ տեղ է թաղված։ Սփյուռքահայերը, մեր հարազատները, մեր բարեկամները, մեր արունակիցները ուղղակի վստահ չեն, եթե գումար դնեն Հայաստանում, որ տզրուկը կլափի դա։ Այ եթե այդ խնդիրը լուծվի, ես մտածում եմ, որ մենք ստանանք այդ ներդրումային ծրագրերը եւ իրար հետևից։ Այս մյուս կողմից էլ ասում եմ, եթե տեղի մարդիկ չեն վստահում բանկերին, ապա ինչու մենք պիտի վստահենք, եթե իրենք անում են դուրս, այսինքն այո, խնդիրը բայց ընդհանուր առմամբ գաղափարը վատ գաղափար չի, չէ՞, կարծեմ, երկիրը չի կարող կայանալ տնտեսապես, եթե չկա այդ ներդրումային ծրագրերը։ Դուք ինչպես կարող եք այստեղ $100 դնել մեր բանկում, երբ որ բացում եք ձեր մամուլը առաջ էջի վրա դրված է, որ մի սուրբ մեծ խաչը կրծքին վարչապետի հետ մարդուն թալանել են։ Եթե դուք կլնեք կդնեք, հա $100 դրել եմ, $100 վստահել եմ, 1000 էլ։ 10 ցենտ չեք դնի։ Ով որ Հայլակ Հարապետյանի մասին լսի 10 ցենտ չի դնի։ Ինչի մասն ենք խոսում։ Հրանուշի ինչ ուզում է թողասի։ Եկեք մի հատ հələ դնենք Փայլակի փողերը վերադարձնենք մարդու 50 տարվա աշխատանքը լափել են։ Միջև այսօր մի ստորագրություն չեն կարողանում պարզել։ Այդ մարդը դրել է, այդ օֆշորի հանճարը դրել է ստորագրությունը, թե չի դրել։ 1 տարի է դա չեն կարողանում պարզել։ Թող ասեն չի դրել։ Ինչու չեն հայտարարում։ Հիմա կուղարկեն դատարան, ես ասել եմ այս Սուքիասյան Աշոտին։ Դա քաոսյան նոխազն ընդամենը։ Ես չեմ անում ինչ կկատարվի նրա հետ հետագայում։ Որ հիմա դա որ ասում է, որ ես եմ վերցրել, մարդիկ կապ չունի, կեղծել եմ, այդ օֆշորի գոտին ինչը փարաքարում մի հատ բան է, կրպակ է, որտեղ մտան, ցանկացած մարդ մտավ, Սեդա Մայրիկին բարևից գարեջուր խմեց։ Քանի դուք անվտանգությունում եք աշխատել, հա, նախկինում էլ այսպիսի բաներ բացահայտումներ բան եղել են, համենայն դեպս հրապարակի բաներ չեն նետվել։ Նախկինում կարգ է եղել, շնորհք է եղել։ Այսինքն 10 տարի առաջ Հայաստանում այնպիսի մի կարգ ու շնորհք էր, որ այսօր ես ասեմ, օրինակ նախկինում եթե վարչապետը մի գործարք կատարեր, բանկի կառավարիչը գործարք կատարեր, մեր տոննաուկես ոսկին ուղղակի հենց այնպես վաճառեր, որից հետո ոսկին 5 անգամ թանկանար,
նա ոչ թե վարչապետ կդառնար։ Վարչապետ մի գուցե կդառնար կալանավայրում։ Ես հիմա ուրիշ հարց եմ տալիս, ես ասում եմ հնարավոր էր այն ժամանակ, ձեր ժամանակ արդյոք չի եղել այդ ժամանակ, այսպեսի գումարներ չեն անել, օշորային գոտում չի եղել։ Հենց հիմա էր այսպես եղավ հրապարակը։ Դե թող մի բան ասեն, որ եղել է, թող ասեն, հիշում եք այն տարի սա եղավ, հիշում եք նա եղավ։ Հիմա սրա համար ինչ ասես կարող են կասել։ Ինչ ասես իրար հիշեցնում էին նախկին վարչապետները։ Խոսրով Հարությունյանը, Վարոն Բագրատյանին, Բագրատյանը այն մյուսներին հեշան չգիտեմ ու այսինքն հիշեցնում։ Խոսրով Հարությունյանը, Բագրատյանը ինչ էլ խոսան, չխոսան, այդ մարդիկ օֆշորում ոչ մեկին չեն թալանել։ Ցեղասպանության միջոցառումները տեղի ունեցան, ընդհանրապես ինչ կերպ կգնահատեք, այս ամեն ինչը սպասված էր թե սպասված չէր եւ ինչ որ իմաստով աննախադեպ էր հատկապես համաշխարհային արձագանքը։ Ես ասեմ, որ արձագանքը սպասվածից շատ ավելի թույլ էր։ Ի վերջո 2 միլիոն մարդ հասրի քաշվել, 2 միլիոն մարդ անապատում սովից զրկանքից տարապելով զոհվել են, այսինքն 7 տարի շարունակ իմ ազգը ուղղակի բռնաբարվել եւ մորթվել է եւ 4 երկրի ղեկավարները իմ կարծիքով դա նա չէր, ինչ պետք է լիներ, չնայած մի շատ լավ բան կատարվեց, որ Ռուսաստանը ոչ միայն ներկայացավ առաջի դեմքով, այլ նույնիսկ վարչապետը Ռուսաստանի որոշեց առանձին ուղերձով դիմեց Հովիկ Աբրահամյանին, որը իմ կարծիքով այս ամբողջ այս 100 տարվա ընթացքում լրջագույն քայլ էր մեծ տերության կողմից, Ռուսաստանի կողմից։ Ինչպես կարելի է չնկատել այն ինչ որ արեց Ֆրանսիան, ուղիղ եթերով ժամեր շարունակ տրվում էր, անընդհատ 20 րոպեանոց, կես ժամանոց հաղորդաշարներ, այսինքն այն Ֆրանսիայի Ես պետք է միտքը շարունակեի նաև Հոլանդի համար, որ պետք է երախտապարտ լինենք, որ մարդիկ իրոք սրտացավ, ուղղակի սրտացավ մոտեցան խնդրին։ Աննախադեպ էր հատկապես Ռուսաստանի արձագանքը, համաձայն եմ ձեր հետ ինչ որ ասեցիք, անընդհատ եթերում մի քանի օր շարունակ ծրագրավորված, գուցե նաև վերևից ընչած այդ հրահանգի արդյունքում ռուս հանրությունը, հեռուստաընկերությունը, մտավորականները անընդհատ խոսում էին ցեղասպանության մասին, ցավակցում էին, գրառումներ էին անում եւ այլն եւ այդ ամբողջի ամփոփումը եղավ այն, որ նախագահը եկավ, հետո վարչապետը, դուք ճիշտ եք, բայց մեր հարաբերությունների մեջ մշտապես եղել է մեծ եղբոր փոքր եղբոր հարաբերություն, կայսերապաշտական նկրտումներ եւ շատ բաներ, որ հիմա կարող եմ, չգիտեմ, եթե ուզում եք, կարող եմ առանձին ասել, սկսած նրանից զենքի վաճառք, ինչի մասին որ խոսվում է, մեր ամենամեծ ցավերից մեկն է այսօր, որ խոսվում է այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, ինչու ոչ նաեւ Պուտինի հեգնանքը, եթե հիշում եք, համայնքի ղեկավարը, երբ որ հայամանկի ղեկավարը նստած էր հեգնեց, ասեցով ասեց, այսքան միլիոն եք ավելի քիչ եք դուք հայերի թվականակի մասին Հայաստանում եղած խոսում էր։ Այսինքն այսպես շատ բաներ կարող եմ հիշեցնել։ Հիմա մի տեսակ այս ամեն ինչի մեջ, չգիտեմ, հետին մի ինչ որ բան չեք տեսնում ռուսների կողմից, այսպես մի քիչ շատ չէր։ Քիչ առաջ ակնարկեցիք այն Պերմյակով Սրիկայի դեպքը, այդ նախճիրը Սրիկան որ կատարեց Գյումրիում մի ամբողջ ընտանիք ոչնչացրեց։ Իհարկե դա աննախադեպ բան է, բայց դե ասեմ ձեզ, որ իմ հիշողության մեջ ես առնվազն 2 նման դեպք գիտեմ, երբ որ ընտանիքներ են Սիսիանում է։ Ոչ, Սիսիանը չէ։ Երևան, մեկը Երևանում, մեկը Աշտարակում։ Ինչևից է, դա սարսափելի բան է, երբ որ մի ողջ ընտանիքը Այդ որում Աշտարակինը կարծեմ չբացահայտված մնաց։ Հայտնի չէ թե ովքեր էին ոչրագործները։ Դա չբացահայտված մնաց, Երևանը Երևանը բացահայտվեց, հանցագործը ինքն էր Լենինգրադում պատմել, որ նման բան է կատարել։ Լավ, ինչևից է, դրա վրա չկենտրոնանանք, ասեմ ձեզ, որ 145 միլիոնի մեջ Պերմյակովներ կլինեն, բնական է, եթե մեր փոքր ազգի մեջ կա նման տականք, այնտեղ էլ կլինի։ Հիմա Պերմյակովի օրինակը ընդհանրապես դա մի բան էր, որ պետք է որոշ մարդիկ դա շահարկեին, ինչը կատարվեց եւ լավ է որ արդյունք չտվեց։
Բայց հիշեք թե դրանից հետո ինչ կերպ իրեն պահեցին ռուսական հերոստալիքները, մինչև որ ինչ-որ լանք չեղավ, ինչ կերպ իրենց պահեցին, երբ որ այսպիսի աղմուկ բարձրացավ, այսինքն կարող էին, չէ՞, մի քիչ ավելի։ Այստեղ վատ միտում կա, այստեղ մի շատ վատ միտում կա։ Այսօր արդեն նույնիսկ արևմտյան փորձագետները խոսում են նրա մասին, որ Ուկրաինայից հետո երկրորդը Հայաստանն է թատերաբան դառնալով պատերազմական գործողությունների, դա շատ վատ ուղակի, ասեմ, ազդակներն են, որոնք մեզ են հասնում։ Այսօր պետք է աչալուր շնենք ազգովի։ Այնտեղ ուրեմն իսլամական այդ խալիֆատն են ստեղծում, մեր եկեղեցիներն են Սիրիայում ոչնչացնում հերթով, մարդկանց են գլխատում, եւ դա Հայաստանի սահմանից ընդամենը 300 կիլոմետրի վրա է։ Մեր սահմանը լավ վիճակի մեջ չի գտնվում։ Հիմա չեմ ցանկանում քննադատել, դրան չանցնեմ, դրա մասին շատ եմ ասել։ Ուղղակի պետք է աչալուր լինենք, ազգովի պետք է աչալուր լինենք, որտեղ բազում խնդիրներ են մեր առաջ կանգնելու շուտով, որոնք հենց այնպես լուծել չի կարելի։ Այսինքն եթե չբռունցքվենք, եթե լուրջ պետություն չդառնանք։ Դա մեր մասին եք ասում, թե Ռուսաստանի Ես մեր մասն եմ ասում։ Եթե մենք լուրջ պետություն չդառնանք, եթե ասենք շարունակենք այսպես ընտրություններով խեղկատակությամբ իշխանությունը ձևավորել, մարդկանց մեջ հավատը կոտրել, ապա այդ ամեն ինչը ինչ որ ծառացած է մեր ազգի առջև, շատ բարդ վիճակի մեջ կընկնենք։ Մայդանը սկսվեց ոչ թե արևմուտք, արևելք, Ռուսաստան, թե Եվրոպա այդ հակամարտությունից, թե ուր գնա ուկրաինացին։ Մայդանը սկսվեց նրանից, որ մարդիկ վերկացան, ասացին, այդ Մայդան կոչվածը թուրքերն են գալի խոսում, այդ հրապարակում վերկացան, ասացին, որ բավական է, այսպես ապրել չի կարելի։ Երկիրը բաժաներ է մի քանի տզուկների միջև եւ լափում եք։ Սկսվեց սրանից։ Այս ասողների ղեկավարներն էլ էին դրանցից։ Այո, սկսվեց սրանից, բայց հետագայում այդ ամեն ինչը ուրիշ որակ ստացավ։ Արդեն Ռուսաստան եւ Արևմտյան Եվրոպա։ Որպեսզի մեր մոտ նման բաներ չլինեն, որտեղ մենք չենք դիմանա, ի վերջո Ուկրաինան Եվրոպայում խոշոր երկիրն է եւ 45 միլիոն բնակչություն ունի։ Ուկրաինան կդիմանա, փոքրիկ Հայաստանը նման ցնցումների չի դիմանա։ Մի բան շատ պարզ է, որ մարդիկ ցավով ընդգծեցին 100 տարվա մեր ողբերգությունը եւ իլուր աշխարհի կանգնեցին, չէ՞ որ Ռուսաստանի համար բավականին բարդ էր, քանզի այսօր Ռուսաստանը գտնվում է փաստորեն շրջափակման մեջ է գտնվում Ռուսաստանը եւ Թուրքիայով այդ խողովակաշարը որ պետք է գնա գազի համար, հետագայում առևտրի համար նույնիսկ դա վտանգելով ասվեց։ Մենք պետք է դա միջի հաշվի առնենք, այսպես թե այնպես։ Այսինքն հարցս այլ կերպ ձևակերպեմ, հա, Ռուսաստանը ինչ որ իմաստով նեղ վիճակում է եւ այս տարածքը չի ուզում կորցնել, թե այլ հերահար ծրագրեր կան դրա համար այսպես իրեն պահում, թե իրականում մենք ընկալենք սա լուրջ հումանիստական մոտեցում եւ քայլ։ Չգիտեմ, ձեր կարծիքն ասեք, ինչ կերպ։ Հենց վերջինը, որտեղ եթե մենք խոսանք պատմական իրողություններից շատ հեռու կգնանք, հենց վերջինը։ Լավ, այդ դեպքում տեսեք, ասում ենք կան պետություններ եւ կան փոխշահավետ, հա, գործընթացներ եւ եթե այդ տիրույթում հարց ընկալենք, ապա պետք է Ռուսաստանը իրեն այսպես չպահի, չէ՞, որտեղ Թուրքիայի հետ հարաբերությունների փչացման, հա։ Այս դեպքում էլ այսինքն վտանգեց այդ հարաբերությունները, նույնիսկ Անկարան կոշտ շատ հանդես եկավ։ Սա հասկանալի է, բայց մյուս դեպքում կա մյուս հարցն է միանգամից առաջ գալիս, մեր առաջին դեմքերն են դրա մասին արդեն խոսում, եթե մինչ այժմ չէին բարձրացնում, ակնհայտ է, որ վտանգը շատ մոտ է։ Այսինքն ռուսները շարունակում են զենք վաճառել մեր հակառակորդին։ Լավ, այսպես ասեմ, մենք կոլեկտիվ անվտանգության Եվ շատ ներողություն արդեն բալանսի խախտման մասին է խոսվում տարածաշրջանում։ Ոչ, եթե դուք լսեցիք Պոզների այդ վերջի հարցազրույցը, ապա հենց ուղիղ Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ բալանսը չի խախտվել։ Բայց հուշեց կամ ակնարկեց, որ այ պետք է մտածել նրա մասին, որ եթե այս տեմպերով գնա, վաղը կարող է խախտվել եւ դա ինչ հետևանքներ կունենա։
Այս տեմպերով գնալ ի վերջո դուք խոսում եք երկրի առաջի դեմքի մասին, շատ բան կապված է իր պահվածքից։ Նա մտահոգություն այդպես չհայտնեց, որքան որ ես հասկացա։ Դուք տեսաք մտահոգություն այդտեղ։ Լավ, թողնենք մտահոգությունները իրենք, հիմա ես ուզում եմ ձեր կարծիքը լսել, հա, Ես շատ բան տեսա ես, ոչ միայն դա։ Զենքի վաճառքին դուք այս հարցին ինչ կերպ եք մոտենում։ Ինչի է հումանիստական նկարտումներով երկիրը։ Այսպես, այսօր Ադրբեջանը հնարավորություն ունի զենք գնելու։ Եթե ռուսական զենք չգնի, գնելու է մեկ ուրիշ երկրից զենք, նույն Իսրայելից է գնելու կամ ցանկացած եվրոպական երկրից է գնելու։ Եվ ես չեմ անում, թե որ զինատեսակը ավելի հուշկու կլինի։ Ռուս պաշտոնյաների պատասխանին մոտ պատասխան պարոն Եղազարյան, մենք եթե մեզնից չգնեն, մյուսներից կգնեն, բայց ռազմավարական գործընկերներ են եւ ինչպես ասում է, այստեղ մենք նստած ակնկալում, այստեղ մենք նստած կարող այդ վախերով, որ կարող է ամեն ռազմավարական դուք ուղակի կրկնեցիք են այդ Facebook-ում ինչ որ տարածում են միտումնավոր։ Դες մի բան ասեմ։ Մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք պայմանագրային հարաբերությունների մեջ, այսինքն կոլեկտիվ անվտանգության պայմանագիր ունենք։ Ցանկացած ռումբ, որը կպայթի Հայաստանի Հանրապետության սահմանում 29000 քառակուսի կիլոմետրի վրա, դա նույնն է, որ այդ ռումբը պայթեց Ռուսաստանում։ Այնպես որ Ռուսաստանը adekvat պատասխան կտա դրան։ Զենքի վաճառքը այստեղ կապ չունի, կլինի հուշկու պատասխան նույն ըստ մեր պայմանագրի։ Աստված մի արած չէ, բայց եթե լինի, այսինքն բան Ռուսաստան, մենք մեր զենքի դեմ կկանգնենք, մոտավորապես այսպեսի հայտարարություն ռուսների կողմից։ Իրանք կկանգնեն այդ զենքի դեմ ըստ պայմանագրի։ Հանկարծ ու չուշանան մի քանի րոպե, ինչպես ռուսական զորք եւ սովետական զորքը մի քանի անգամ, մի քանի ժամով ուշացել է ու տեսել ենք ինչ է տեղի ունեցել։ Դուք գիտեք, հիմա մենք կարող ենք այդ պատմական էքսկուրսները ձեր կատարել։ Խնդիրը մեկ ուրիշ հարթության վրա է։ Ինչ ենք ցանկանում մենք այսօր մատուցել մեր ժողովրդին։ Ինչի մասին լսեն։ Բարեկամ ռուսի, թե թշնամի ռուսի մասին։ Ես ասում եմ, ռուսը մեզ բարեկամ է։ Ի տարբերություն շատ շատերի, որ նույնիսկ ծուլանում են արտաբերեն մեկ բառ։ Ես չեմ ամես հայերով ինչ են կպել, թե Օբաման կասի, չի ասի, ուզում ասի, ուզում չասի, ինչ է պատահել։ Մենք չենք սպասում։ Ինչը, ես ինքս չեմ սպասել, դա չի ասելու։ Չի ասելու շատ պարզ պատճառով, որտեվ 100 տարի անցել է, մենք միջև այսօր միշտ ասում ենք թուրքը, եւ ոչ մի անգամ չենք ասում։ Եթե սպանություն է լինում, անմիջապես ասում են գտակ մարդասպանին, ասում են չէ, բայց ով է պատվիրել։ Իսկ ով էր պատվիրել հայոց ցեղասպանությունը։ Երկուսն էլ հանցագործ են։ Ներողություն, բայց ով էր պատվիրել հայոց ցեղասպանությունը։ Ըստ ձեր տեսության ես գիտեմ։ Իմ տեսությունը չի դա։ Դա միակ ճշմարտությունն է։ Եթե դուք ինձ ասեք, պարոն Եղազարյան, դուք ոչ թուրք ժողովրդի վրայից այդ ամեն ինչը վերցնելով բարդում բերում եւ դնում եք, ասում եք, որ եղել են այսպիսի սիոնիստական, հա, միավորումներ, կենտրոններ, որտեղ որ ծրագրել են։ Ես այդպես չեմ ասում։ Ես ասում պատմական ճշմարտությունը։ Եթե մեկը կնստի այսպես դեմ դիմաց, ինձ կապացի հակառակում, ես ներողություն խնդրեմ։ Կարծեմ հակառակը եղավ ինձ մոտ բանավեճի ժամանակ եւ ձեզ մեղադրեցին հակասիոնիստական, հիշում եք։ Առանց հասկանալու։ Ասեմ ձեզ։ Բացեք մի քիչ թեման, լավ։ Լավ, բացեմ թեման։ Ես ասել եմ հետեւյալը։ Նույնիսկ վրաց հարցակումներ եղան, թե այս թուրքերին փորձում եմ արդարացնել, ոչ։ Ուղղակի մարդիկ չեն ցանկանում լսել դա, կամ էլ այնքան կազմակերպված են, որ գիտեն ինչպես վարվեն այդ պահին։ Ասեմ հետեւյալը։ Նախ եւ առաջ որտեղ ծնվեցին երիտի թուրքերը, որտեղ զարգացան երիտի թուրքերը։ Ես ասել եմ հետեւյալը. մեծ արևելք, օցյակի արգանդում։ Ասել հիմա նորից կրկնում եմ։ Ովքեր էին երիտի թուրքերը։ Դուք առաջի 10 երիտի թուրքի անունների մեջ որ կազմակերպության անդամներ էին։ Դա նկատի ունեք, թե ինչ ազգային ղեկավարներից եւ ոչ մեկը էթնիկ թուրք չէր։ Բոլորը դոնմեններ էին։ Եթե դուք ապացուցեք ինձ, որ ասեք, այ Նազիմը դոնմե չէր, եթե դուք ինձ ասեք, Թայլատը դոնմե չէր, ճիշտը հայրը նրա գնչու էր,
մայրը հրյա էր, ինքը դոնն էր։ Ձեր տեսությամբ կամ այսպես ասեմ պատմական ճշմարտությամբ դուք փորձ եք անում թուրքերի վրայից վերցնելով մեղքի բաժին։ Այդպես էին կալվում, պարոն Եղազարյան։ Հիմա ես պիտի լի դուք դի պաշտպանեք թուրքերին, ես հակառակ բաներ։ Ես սկզբից ձեզ ասացի հետևյալը։ Թուրքերի վրայից ես ոչ մի բան չեմ վերցնում, բայց երբ որ սպանություն ա լինում, դեռ չեմ ասում եւ եղերն ա լինում։ Ասում են ում էր դա անհրաժեշտ եւ ով էր պատվիրատուն։ Պատվիրատուն թուրք ազգը չէր, ես դա եմ ընդհանրեն ասում։ Թուրքական կայսրությունը կամ պիտի ստեղծվեր, կամ պիտի ընդհանրապես փլուզվեր, կամ այսինքն հարց էր դրված թուրքական կայսրությունը պիտի մնար թե չմնար, եւ այդ հարցում իրենց խանգարում էր այս տարածքում ապրող հայ ժողովուրդը։ Հերու մի գնացեք, միջև այսօր Այսինքն Թուրքին էր պետք է այդ կայսրությունը, թե այդ կայսրությունը պետք էր օրինակ ըստ ով է Դավիթ Օղլուն։ Տատու տատը հայ է, ասենք թե։ Ոչ։ Տատու տատը հայ չի։ Որտեւ հիմա էլ սկսել ենք տատու Դավիթ Օղլուն Դոնմե է։ Կնոջ անունը Սառա է։ Ինքն էլ Դավիթի որդին է։ Դավիթ Օղլունն է։ Լավ, ձեր այս տեսությամբ ինչ եք ուզում պնդել, լավ, ասեք, որ ես միջև մենք պատմական այս իրողությունը չհանենք, չդնենք մակերեսին, չպարզենք դա, մեր այս ցեղասպանությունը չի ընդունվելու, չի ճանաչվելու, որտեվ նրանք Էրդողանը ինչու է այդպես կատաղած։ Ինչու է այդպես լկտի ելույթներ ունենում։ Մենակ մի բանի համար ես հաստատ չեմ կարող ասել, բայց նրա պահվածքից մի բան է երևում, որ նա էլ է դոնմե։ Այսինքն եթե դուք այդպես խոսում եք, մարդիկ ծրագրավորած, խելամիտ ձևով, ինչ որ մի ծրագիր, գաղափար իրագործել են, բայց հիմա եթե մենք հիմա տեսնում ենք թե Էրդողանն ինչ է անում, դա խելապակաս կառավարչի ղեկավարի քայլեր է։ Այդ խելագարը նույնպես նրանք ամեն կերպ դա պետք է այնպես պահեն, որ դա վերաբերում է թուրք ազգին, Թուրքիային, թուրք ազգը չի կազմակերպել հայոց ցեղասպանությունը։ Կազմակերպել է, ուղղակի ծրագրավորվել է ձեզ այլ տեղում։ Ուրեմն այլ տեղ ծրագրավորել է եւ կազմակերպիչները եղել են դոնմեններ, սերի թուրքերը։ Իթիա թերակն կուսակցության մեջ դուք ինչ չեք կարող ասել 10 ղեկավար, առաջի 10 ղեկավարների, որոնք դոնմե չեն։ Եվ ասեմ հետեւյալը։ Ինչ վերաբերում է թուրք ազգին։ Հայտնի է, որ գիշերաժողովների ժամանակ իրենք հարց բարձրացրեցին, որ ասքի արա այդ զինվորը այդ ջարդերին, այդ մարդասպանություններին չի գնա։ Նա զինվորը սովորա մարտի դաշտում կռվելուն։ Ժանդարմերիան էլ միգուցե այդպես չկատարի խնդիրը։ Եվ իրենք 54,000 թիավարության համար եւ ծանրագույն հոդվածներով մարդասպանների հանեցին բանտերից, թուրք մարդասպանների հանեցին, որոնց ուղղորդեցին հայ ընտանիքների վրա։ Դա պատմական ճշմարտություն է։ Ես չեմ ասում թուրքը չի արել։ Թուրքը գործիքն է եղել։ Գաղափարախոսը եղել է դոնմեն։ Հանուն որ գաղափարը եւ այդ գաղափարը ինչ տեսքով է գործել, ինչ նպատակով է իրագործվել, այսինքն նույն էլի մեծ թուրքական կայսրություն։ Իսպանիայից դուրս գալուց հետո իրենք խնդիր ունեին, հերյաները խնդիր ունեին։ Տանդեմ երկիրը 1717 թվականին ընտրեցին Թուրքիան, դոնոր երկիրը ընտրեցին Ռուսաստանը։ Այդ ծրագիրը իրենք այսպես թե այնպես իմջելով Եվրոմիության հետ մեկտեղ նրանց ծրագրի մեջ դա էր մտնում։ Դա իրականացրեցին։ Ես ձեզ մոտ ասեցի այն օրը, որ գիտեք, ես ինքս չեմ հասկանում, ինչու են հենց մեր վրա սևեռվել այդ մարդիկ։ Ինչու, որտեվ որպեսզի դա նույնիսկ այդ պատկերը մի քիչ լղոզվի, այնտեղ ասորիներ սրի քաշվեցին, այնտեղ հույներ սրի քաշվեցին, այնտեղ քրիստոնյա աշխարհի դեմերով եզդիներ սրի քաշվեցին, ոչ միայն քրիստոնյա, եզդիներներ սրի քաշվեցին։ Եվ մենք պետք է այդ պատմական ճշմարտությունը ասենք եզդի ազգի համար։ Հատկապես շեկո ցեղի եզդիները ընդհանրապես սրի քաշվեցին։ Դա բացահայտելուց մենք ինչ ենք մեր համար բարձում եւ ուզում եմ այդ ամեն ինչը, եթե ձեր տրամաբանությամբ եւ ձեր ունեցած ինֆորմացիայով թուրք ժողովրդի հետ մենք պետք է նստենք երկխոսության։ Իրենք գործիք են եղել։ Իրենք որպես գործիք պետք է պատասխան տան։ Եվ նրանք պետք է պատասխան տան, ովքեր ծրագրավորել, որպեսզի նորից այն տեղերում, որտեղ այդ օթյակներում որ ծրագրավորվեց, որ հաջորդ ծրագիրը չիրականացվի։
Գերմանիան այլ կերպ իրեն Ֆրանսիան Դե տեսեք ինչ արեցին։ Այդ նույն մարկանց ձեռքով, այդ պարբուսներով, այդ գործակալներով, այդ նույն մարկանց ձեռքով մեզ զրկեցին մեր տարածքներից։ Երբ որ արդեն հունիսի 5-ին 21 թվականի Կավբյուրոյի որոշումը կար Արցախը Հայաստանի հետ մեկտեղ մեկ տարածք համարելը անխախտելի մասը համարել ողջ Արցախը, քանզի այնտեղ Արցախը եւ Նախիջևանը, քարծի Արցախ կոնկրետ ներողություն, Արցախի մաս Արցախում 7% է թուրքը ընդամենը, ազերին ընդամենը, Լենինի խոսքերով ասած Կովկասի թաթարը 7% են իրենք կազմում, որտեղ պետություն չկար, նոր էր կազմակերպվում եւ այլն եւ այլն։ Նոր էին կազմավորվել որպես պետություն Ադրբեջան անունով Բաքու մայրաքաղաքում։ Հիմա այս պարագայում վերցեցին 1 ամիս հետո կենտրոնական կոմիտեի բոլշևիկյան կենտրոնական կոմիտեի որոշման վերցեցին չեղյալ համարացին եւ տվեցին ադրբեջանցիներին։ Հիմա հարց առաջանում ինչու, որտեվ այդ կենտրոնական 10-րդ համագումարը քվեարկությամբ ընտրել էր կենտրոնական կոմիտե։ Այդ կենտրոնական կոմիտեի մեջ 8 ռուսեր ընդամենը ազգությամբ։ Այն էլ կասկածելի։ Այսինքն իրենք շարունակել են գործել նաև սովետական միության մեջ։ Ոչ թե սկսել են գործել, առաջի միջև 12-րդ համագումարը 85-90% են եղել հрьяաները։ Այդ սովետական միություն ասածը այդ 17 թվականի հեղափոխությունը հրեական հեղափոխություն էր։ Պարոն Եղազարյան, հիմա տեսեք, ես ձեզ լսում եմ, հիմա կարծես թե քիչ էր այն որ ունենք, հա, Հայաստան-Թուրքիայի հարցը, հիմա մի հատ ուրիշ հարց ենք բերել Հայաստան։ Չգիտեմ, հիմա այսպես ուրեմն չխոսան, քանի որ չգիտեմ, չգիտեմ, սա իրականում դուք բաներ եք ասում, որ սա լուրջ պատմաբանների հարցն է։ Ներողություն, վերցնում է Իսրայելի նախագահան ամենաբարձր ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Խոջալույի ցեղասպանության մասին։ Հասկանում եք ինչ է հայտարարում։ Ուրեմն 2 միլիոն մարդ ոչնչացվելը, 2 միլիոն մարդ, դա չեն ճանաչում Հոլոկոստի տերերը։ Բայց Խոջալույում 30 մարդ չի եղել, 30 ընտանիք չի ապրել։ Խոջալույի մասին հայտարարություն է անում։ Սա պատահական չի։ Լավ, հիմա հարցս այլ կերպ ձևակերպեմ։ Այն ինչի մասին դուք խոսում եք, թե ձեզ պատմական ճշմարտություն է, մեր պատմաբանները տեղյակ են եւ չեն ուզում անդրադառնալ ինչ-ինչ նկատառումներից եւ արտահայտվեն։ Բայց տեղյակ են եւ չեն ուզում։ Ես ասեմ, որ արդեն եթե հետևեք մամուլին, այս ճանապարհը սկսում են։ Լավ, հիմա տեսեք, եթե 100-ամյակներ եւ համաշխարհային արձագանքը կազմակերպություններին ուղիղ ուղղորդեցի իմ դեմ։ Որտեվ դա Ձեր հայտարարությունից հետո։ Իհարկե։ Լավ, հիմա տեսեք, եթե շարունակում եղել են, մնում են շարունակում են այդպես հզոր ազդեցիկ լինել, համաշխարհային արձագանքը դուք ասում եք ավելի, բա մեծ հաշվով աննախադեպ էր, այսինքն այսպիսի մեծ արձագանք, հետեւաբար ինչ կերպ եք բացատրում Գերմանիայի պահվածքը։ Գերմանացիները հասկացան, որ իրենց վրա վերցրեցին, ասենք, մի թիվ, որը պետք է մտածենք, էլի 6 միլիոն ըստ Հոլոկոստի 6 միլիոն հրեա ոչնչացվել երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացիների կողմից։ Դա ինչևից է ասենք այդ Մայդանիկը, Բուխենվալդը, այդ Աուշվից կոչվածը եւ այլն, այդ նրանք էլ նրանց պատմաբաններն ասում են, որ այդքան գերմանացի չի ապրել, այդքան հրեա չի ապրել, որ մենք 6 միլիոնի ինչևից է, դա այլ հարց է։ Եթե անգամ 2 միլիոն հիմա մարդիկ հասկանալով, որ վերցրել են իրենց վրա պարտականություններ, պարտավորություններ են վերցրել մի բանի համար, որ պետք է առանց հաշվելու իրենք ուղակի վերցրել են։ Գերմանացիները ուղակի այն ընդունելուց հետո իրենք մարդ են, չէ, ասել են մենք մասնակից ենք եղել այդ ամեն ինչին, որտեղ նույն Պարվուսը իրենց գործակալն է եղել։ Նույն Գելֆանդ կոչվածը, որի ազդեցության ներքո մենք հողեր կորցրեցինք, ուղիղ նրա ազդեցության ներքո, իրենց գործակալն է եղել։ Այդ գերմանացիները առաջի, գիտեք, այնքան բան կա ասելու, ժամանակը չի ներում, առաջի համաշխարհային պատերազմում կործանված Թուրքիան, պարտված Թուրքիան մեզանից հող ստացավ։ Եթե այդ գործակալական ցանցը չլիներ, եթե այդ տերերը չլինեին, երբեք նման բան չէր կարող լինել։
Հիմա Այդ ստորացուցիչ Մոսկվայի պայմանագիրը, այդ Ղարսի պայմանագիրը, այդ հանիրավի, այսպես ասեմ, կանգնացած Սևրի պայմանագիրը, Սևրով մենք պետք է Սևծով մուտք ունենայինք։ Այս ամեն ինչը եւ ինչպես Վիլսոնը մահացավ, հիվանդացավ եւ մահացավ, իսկ ինչ իմանանք միգուցե նույն ուժերը չսպանեցին Վիլսոնին, չեմ կարող այսօր դա չեմ կարող ասել։ Հերաներիները ընդունել ենք 1000 մի հարցով։ Ստեղ որ բացարձակ ճշմարտություն է, այստեղ պետք է լռենք։ Նույնիսկ այդ ճշմարտությունից դուրս եկան եւ հայտարարեցին։ Ինչի համար պետք է ազգովի շնորհակալ լինենք։ Այսինքն հումանիզմը խոսեց գերմանացիներին։ Տրամաբանությունը, այո, եւ պատմական տրամաբանությունը մեծաշով հանուն ինչի, հանուն հումանիստական, հանուն գուցե Գերմանիայի, հանուն ճշմարտության։ Ուրեմն մենք կարող ենք ակնկալել, որ վաղը հենց այդ նույն ճշմարտությամբ Մեծ Բրիտանիան եւ Ամերիկան Մեծ Բրիտանիան երբեք չի։ Ինչու։ Ես վստահ եմ, որ 6 ամիս առաջ եթե մենք խոսենք, դուք կասեիք, որ Գերմանիան երբեք նման քայլի չի գնա։ Ինչու։ Ոչ, չի ասի։ Մեծ Բրիտանիան այլ խնդիր է եւ Մեծ Բրիտանիան այդ նույն հարթության մեջ է Ամերիկայի Միացյալ նույն հարթության վրա գործում են մնացած օծյակների հետ։ Լավ, դա ուրիշ խնդիր է։ Այնտեղ գնանք կգնենք չգնանք եւ չընկնենք, եկեք, բայց այս հարցի համակարգը հասկանալ եւ անգլիացիները էլի կգնան Գալիպոլի։ Առանց անհարմար զգալու գնան էլի Գալիպոլի, այն որ միշտ 25-24-ը կապ չունի, եթե մի թիվ կա, մոտ ապրիլի մեջ ամսի 25-ն է, 24-ին կգնան այնտեղ կկանգնեն։ Ինչու՞ էդ եմ ասում, կարող եք Դե ասում դա շատ երկար խոսակցություն է։ Այսինքն մենք այս ուղղությամբ աշխատել անգամ անիմաստ եք, այս ուղղությամբ նայելանա անիմաստ անգլիացիները այո, եթե մենք պետք է աշխատենք, որտեվ եթե մենք պետք է աշխատենք գերմանացիների, ֆրանսիացիների հետ։ Այնտեղ հաջողություն կունենանք։ Եվ այդ հաջողության մեծաշով գրավականը մեր հարցի խնդրի լուծման հետ կապված։ Դա բավարար է, որ մենք այն ինչ որ մենք 100 տարի մենք մի ազգ ենք, մենք հետաքրքիր ազգ ենք, գիտեք։ Մենք շատ հետաքրքիր ազգ ենք։ Մենք այսքան խոսում ենք այս 100 տարի անցել եղերնից։ Այսքան խոսում ենք միջև այսօր ունենք թուրքական ազգանուններ, թուրքական անուններ։ Միշտ կարող էինք գոնե այդ գոնե դա չունենանք, ամոթ է էլի։ Բա թուրքական ինչքան երգեր ունենք։ Դե հիմա փառք Աստծո, ոնց որ այդ մուղամներից բան պրծանք, բայց մուղամատներից, կրկլոցից պրծանք ոնց որ։ Դե չեմ հաշում են ակումբի եկչուիներին $140,000, բայց ընդհանրապես պետք է ձերբազատվենք այդ անուններից։ Լավ, թուրքական, հատկապես թուրքական անուններից պետք է ձերբազատվենք, անհարմար է։ Հիմա տեսեք կալվածքների հարցը բարձրացվեց, ձեր կարծիքը Ճիշտ հարցեր, որ Արամ առաջին կաթողիկոսը հիմա արդեն դիմել է թուրքական դատարան, վստահաբար պետք է այնտեղ մերժում լինի եւ հետո պետք է դիմեն եվրոպական դատարան։ Ինչքանով է ռեալ, իրատեսական եւ եթե ի սկզբան, արդյոք դա դատապարտված չէ ի սկզբանե, թե սա պետք է տեղի ունենա։ Սա պետք է, գիտեք, մարդկանց մեղադրենք նրա մեջ Արամ կաթողիկոսը երիցս ապրի, իրոք հավատի մարդ է եւ ասեմ որ այդ պատմական իրողությունը ճշմարտությունը պետք է վերականգնվի եւ ոնց պետք է վերականգնվի այսօր հայտնի է որ նույն մի շարք կառավարական շենքեր Անկարայում մեր հայերի հողատարածքն են եղել ինչը մարդկանց մորթել են այդ ամեն ինչը ձեռքներից վերցրել են 100,000 մարդիկ ունեցել են այնտեղ հսկայական տարածքներ Ես կարող եմ Երզնկայի օրինակը բերել, հասարակ բան, Երզնկայի ցորենի հրապարակում 26 խանութից 18-ը եղել է հայերինը։ Պետք է պատմական իրողությունը ուղղակի վերականգնել, իսկ ինչ վերաբերվում է եւ երբեք պետք չի վերադառնալ տխրահրճակ արտոնագրություններին, որտեղ այդ արտոնագրությունները ձեր հյուրը մի քանի օր առաջ շատ գեղեցիկ ասաց, որ պետք է ամփոփված լիներ 2-3 նախադասության մեջ։
եւ միջություններ 8-10 էջ գրել, թուրքերը գրել, մենք էլ ստորագրենք դրա տակ։ Եվ մի ուրիշ բան էլ ասացեց, եթե մեզ ակսիոմատիկ ճշմարտությունը դասնենք թեորեմ։ Եվ մի ուրիշ բան էլ ասացեց, եթե մեզ այս հարցերը առաջ պայմանագիր ստորագրելուց առաջ ասում են, հետ դրանից հետո ասում են Ղարաբաղի հիմնախնդիր, մենք էլ կարող ենք ասել Կիպրոսի։ Կարող ենք մենք այդ հարցը բերել։ Զուգահեռները շատ են, գիտեք, այսօր աշխարհը սրա մասին չի խոսում։ Ինչու՞ մենակ Կիպրոսը։ Տեսեք ինչ եղավ Կոսովոյում։ Տեսեք ինչ եղավ Կիպրոսում, օրը ցերեկով թուրքական զորքերը մտան, գրավեցին կղզու կես, լրիվ կղզին գրավեին, բայց այդ մասը հարկավոր այնտեղ ուրիշ խնդիր էին լուծում։ Ջանքերը անդադ չենք ուղում ուժ էներգիան այն ուղղությամբ, որ Թուրքիան շարունակում է այսօր այլ տեսքով խեղդել Հայաստանը, նկատի ունեմ շրջափակումը։ Արդյոք սա առաջին կարևոր բանը չէ, որ մենք պետք է համաշխարհային հանրության անընդհատ սա ներկայացնենք, այսինքն առաջին կետը սա պիտի լինի, որ գիտեք, ես լավ ասեմ եթերում չէի ցանկանում դա ասել, մենք ինչ որ պատվի խնդիր պետք է լուծենք։ Օրինակ, երբ որ այդ կիսախելագարը ընդեղից հայտարարում է, որ 100,000 հայ կուղարկի վաղը։ Էրդողանի մասնիկով։ Այո։ Գիտեք, դա անպատվաբեր բան է շատ։ Երբ որ նա հայտարարում է 4-5 տարի առաջ հայտարարեց, որ 4 տարի առաջ որ 6,000 անբարոյական կուղարկի հետ Հայաստան։ Դե գիտեք, Էրդողանը կանգնեց Հռոմի պապին ինչ ասաց, ինքը հիմա եթե այսպես տանենք, այս մարդը ամբողջ քրիստոնյա կաթոլիկ աշխարհի հետ խնդիր ունի։ Ես խնդրում եմ Հռոմի պապի հետ մի խառնեք իմ ասածը։ Խոսքը վերաբերում է 6,000 թեթևաբարո կանանց մասին, որոնք այնտեղ իրենց մարմնավաճառներ են, իրենց մարմնով, ըստ իրենց 6,000, բայց ոչ մեկը ստեղից չասեց, սրիկա, լռի, դու սուտ ես ասում։ Անհարմար չես զգում։ Լուրջ մարդ ես, երկրի ղեկավար ես, Թուրքիայի պես երկրի ղեկավար ես, ստում ես։ Ոչ մեկը չասաց։ Լուռ ու մունջ։ Եկեք մտածենք, թե ո՞նց անենք, որ այդ կինը չգնա Թուրքիա, մարմնի վաճառը, որ երեխա պահի։ Իսկ ինչպես անենք դա, շատ հասարակ։ Ես սկզբից խոսակցության ասեցի, $1,000 բանկում դնելու փոխարեն այն դեսպանին կանչենք, ասենք գողացած գումարները հետ դուր։ Լավ։ Այս օրերին շատ հետաքրքիր անուններ, հա, ես ուզում եմ այս անունները առաջ բերելով հասկանանք, չգիտեմ, գուցե մեր տեսակը, թե մեր նկարագիրը, մեր ուժը կամ գուցե հակառակ կարծիք ունեք, հա, Սերժ Թանկյանը իր ազնվագույն տղա, ազնվագույն, Շարլ Ազնավուրը, Քիմ Քարդաշյանը, այնտեղից Շերլը, չգիտեմ, մեր բարեկամներ այսպես դասական երաժշտության Սպիվակովը եւ այլն, այսպես շատ մարդիկ։ Օրինակ մեր դեսպանը մեծարգո Ազնավուրը աշխարհահռչակ հայտարարություն արեց, եկեք մտածենք Շարլի ասացի շուրջ, եկեք մտածենք ինչու մարդիկ ներդրում չեն կատարում Հայաստանում, եկեք մտածենք թե ինչու է մեր գենեֆոնդը ապահով Հայաստանից փախչում, եկեք մտածենք մեր խնդիրները բազում են, ասեցի իսլամական այդ հրոսակները մեզանից 300 կիլոմետրի վրա Սիրիայում են գտնվում, մնացած աչից եւ ձախից խելագար ղեկավարով արևմուտքում եւ ոչ պակաս խելագար ղեկավարով արևելքում։ Եկեք մտածենք դրա շուրջը։ Իսկ դրա շուրջը մտածելու համար մի բուր հայ ենք։ Պետք է այնպես անենք, որ սա դառնա համայն հայության բնորանը։ Իսկ որպեսզի դա դառնա համայն հայության բնորանը, պետք է մենք ներսում ազնիվ լինենք։ Ես կանխեցիք իմ հարցը, պիտի ասեի հետո ինչ կերպ եք պատկերացնում, հա, ինչ է սպասում։ Հաջորդ ընտրությունները 5,000-ով չանենք, օրինակ։ Եկեք այս լավ նոտայի վրա ավարտենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։